Բարեկալու Սիվիլնետ, տաղավարում հյուրընկալել եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թորոսյան, շատ է խոսվել կենսաթոշակային ռեֆորմի մասին, թոշակների բարձրացման հետ կապված, այսօր եւս կառավարությունը ընդունեց այդ որոշումը։ Խոսքը մարտի 5-ի կառավարության նիստի մասին է։ Չծանրանալով շատ կոնկրետ այդ թեմայի վերաբերյալ, խոսենք ավելի շատ կառավարության 2021-26 թվականի ուրեմն ծրագրի սոցիալական բլոկի մասին, հատկապես այն ուրեմն հատվածների վերաբերյալ, որոնք առավել չափելի են։ Տեսեք, եւ առաջինը հենց կենսաթոշակներից եմ ուզում սկսել, բայց հակառակ մաս կողմից, որ ասում եք, որ նվազագույն ձեր արժեվ դրել եք նպատակ ձեր կառավարության արժեվ 2021-26 թվականի ծրագրով նվազագույն կենսաթոշակի եւ ուրեմն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Այսօր հայտարարեցիք նաև կառավարության նիստում, որ դա տեղի է ունեցել։ Բայց երբ մենք նայում ենք օրինակ վիճակագրական կոմիտեի բերված թվերը, այնտեղ կա երկու թիվ։ Մեկը հաշվարկվում է համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ, մյուսը ուրեմն առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների կամ իրենց մեթոդաբանությամբ։ Այն ինչ որ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ է, դրան չեք հասել, դա 78000 դրամ է ամսական կտրվածքով նվազագույն սպառողական զամբյուղը։ Բայց դուք միշտ օրինակ եք բերում համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ տրված թվերը, ինչու է այսպես։ Նախ կառավարությունը ունի կոնկրետ մեկ ստանդարտ, որ մեկ ստանդարտով առաջնորդվի եւ ինչու օրինակ բերելուց բերում եք ցածր տվյալներ ավելի քան թե բարձր։ Ուրեմն խնդիրը ոչ թե ցածրի եւ բարձրի մեջ է, այլ այդ հաշվարկների մեթոդաբանության եւ համաշխարհային բանկի մեթոդաբանությունը համարվում է ոսկե ստանդարտ եւ նաեւ երկրները այն վերցնում են որպես հիմք իրենց քաղաքականությունները մշակելու եւ այստեղ որևէ տարօրինակ բան չկա, միշտ էլ համեմատվել է դրա հետ, այսպես ասեմ, եւ մենք համեմատվում ենք դրա հետ եւ այդ ստանդարտին համապատասխանելու քայլեր ենք իրականացնում եւ պարենային զամբյուղին մենք հասել ենք դեռ վաղուց 23 թվականին նվազագույն աշխատավարձի մասով, երբ որ այն սահմանեցին 36000 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղին հասնում ենք հիմա, հասնում եւ անցնում ենք երկու գործիքով, մեկը ուղիղ բարձրացումն է կենսաթոշակների եւ նպաստների եւ մյուսը հետվճարի համակարգն է, որը կար, բայց նաեւ տոկոսի առումով փոփոխություն էր եղել հունվարի 1-ից, ինչպես նաեւ այս բարձրացումը ինքնին բերելու է նաեւ հետվճարի տոկոսի առումով տոկոսը հաշվարկելու ժամանակ բացարձակ թվի աճի, այսինքն գումարային բուն կենսաթոշակ եւ հետվճար մենք անցնում ենք նվազագույն սպառողական զամբյուղից բավական մեծ տոկոսով ենք անցնում, ինչը նաեւ մեզ թույլ է տալիս ունենալ վստահություն, որ գնաճը մոտակա 1.5 տարում, մոտավորապես այդպես կարելի է ասել, եթե այն լինի այնքան ինչքան որ կանխատեսվում է, մեզ թույլ կտա պահել 3% պլյուս մինուս բարձրացումը դրա շրջանակներում եւ հենց դա հաշվի առնելով էլ վարչապետը կառավարության նիստի ժամանակ էլ ասաց, մենք էլ արդեն խոսում ենք դրա մասին, որ ինդեքսացիա կանենք 28 թվականից սկսած, որպեսզի մեր կենսաթոշակը միջին միշտ լինի հավասար կամ բարձր նվազագույն սպառողական զամբյուղից։ Մենք նույնիսկ հիմա արդեն նվազագույն կենսաթոշակն ենք ձգտում հասցնել նվազագույն սպառողական զամբյուղին, թեև այն ուղիղ հավասար չէ, բայց երբ որ 46000 դրամը, որը հիմա կդառնա ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը, դրա վրա կիրառենք նաև մեր այդ հետվճարի գործիքը, հատկապես նաև հաշվի առնելով 2%-ի հնարավորությունը, որովհետև արկա քարտերի պարագայում այն նաև 2% հնարավորություն է տալիս հավելյալ 20%-ի վրա, ապա այն շատ է մոտենում հենց նվազագույն սպառողական զամբյուղից 56120 է դառնում, որը նվազագույն սպառողական զամբյուղի 91%-ն է այս պահի դրությամբ, ինչը կրկին շատ կարևոր ձեռքբերում է մարդկանց կյանքում իրական փոփոխություն բերելու տեսանկյունից, ոչ միայն խոստումների կամ թվերի տեսանկյունից։ Պարոն Թորոսյան, երբ հայտարարվեց վարչապետը, երբ հայտարարեց առաջին անգամ նրա մասին, որ Հայաստանում ապրիլի 1-ից բարձրանում են թոշակները, եւ մենք փորձում էինք դրանից հետո հասկանալ, թե որքան են բարձրանալու, հարցում ուղարկեցինք նաեւ ձեր նախարարություն, ձեր խմբակցության, ձեր կուսակցության ներկայացուցիչների падգամավորների մասին է խոսք անգամ նաեւ ամենապրոֆիլային, որոնք զբաղվում են սոցիալական ոլորտով,
մեծ մասը տեղյակ չէր թե ինչ թվերի մասին է խոսքը, որքան է բարձրանալու, ինչպես, որտեղից են գտնվելու այդ գումարները եւ այլ։ Հետո սկսեցին խոսել դրա մասին։ Տպավորություններ, որ վերջին պահին եւ հանկարծակի կայացված որոշում է։ Ինչու այդպես հանկարծակի կայացված այդ որոշումը։ Դե դրանից առաջ առնվազն մոտավորապես 2-3 ամիս առաջ վարչապետը նպատակահարմար չէր համարում բարձրացումը։ Վերջին պահ ասելը պետք է հասկանանք այդ ինչի համեմատ վերջին պահին։ Այդ պահի համեմատ, որովհետեւ դուք օրինակ վարչապետի հայտարարությունից ուղիղ 5 րոպե հետո ուզում եք իմանալ ամեն ինչ, որը դեռ པարզ չի, որովհետեւ դրան հետևում են կառավարության որոշումներ, ինչը այսօր ընդունվեց, դրան հետևում են վերաբաշխման որոշումներ, որոնք դեռ կընդունվեն։ Դրանք պետք է քննարկվեին մինչև այդ, չէ՞։ Ամեն ինչ պատշաճ քննարկվել եւ ով որ պետք է տեղյակ լիներ, տեղյակ էր, բայց քննարկումներին նաև հաջորդում են այդ որոշումների կայացումը իրավական առումով եւ իրավական առումով որոշումները կայացվում են եւ ես այդտեղ ինչ որ մուտսենյակում սև կատու փնտրելու որևէ մոտիվ չեմ տեսնում անկեղծ ասած։ Վարչապետը ինքը նույնիսկ իր հայտարարության ժամանակ ասաց այնքան ինֆորմացիա, որը հասանելի էր այդ պահի դրությամբ եւ միայն այսօր մենք ընդունելուց հետո այդ որոշումը կարող է յուրաքանչյուր քաղաքացու մասով արդեն վերջնական ասվել թե թոշակը ինչքան է դառնալու, հա, որովհետև թոշակները հաշվարկվում են կենսաթոշակները բանաձևերով։ Բանաձևերում կատարվող փոփոխությունները ամեն յուրաքանչյուր դեպքի համար վերջնական թիվ են փոխում։ Եվ 620-ից 1000-ից ավել քաղաքացիների համար դա ուղիղ 10000 դրամ է, որովհետև մենք բարձրացնում ենք հիմնական կենսաթոշակը 24000-ից 34000, այսինքն նախկին 24000-ի վրա էր գումարվում ստաժը եւ այլ հանգամանքներ, հիմա 34000-ի վրա է գումարվելու, իսկ զինվորական կենսաթոշակների դեպքում, որի ժամանակ բանաձևը այլ տրամաբանությամբ հաշվարկվում, այնտեղ բազմապատիկ նաեւ հաշվարկնի մեխ, այսինքն կա եւ թվաբանական եւ երկրաչափական, հա, այսպես ասած պրոգրեսիայի մեթոդ 20000-ը դարձնում են 21000 եւ ամեն տարվա ստաժի 1750-ը դարձնում են 2000 եւ դրա համար շատ տարբեր թվեր են ստացվում զինվորականների դեպքում, մի դեպքում 10000-ից շատ ավելի, մյուս դեպքում 10000-ից ինչ որ չափով փոքր եւ շատ նորմալ գործընթաց է մեր համակարգը կենսաթոշակը այդպես է։ Ճարտարապետությունը այդպեսին է։ Ի համեմատ օրինակ շատ այլ երկրների, որտեղ որ ճարտարապետությունը շատ պարզ է, կա մի թիվ եւ վերջ։ Օրինակ մեր հարևան Վրաստանում կենսաթոշակը 1 թիվ է։ Հասնում ես X տարեկանի, վերջ ստանում ես այդ թիվը, կապ չունի ինչքան ես աշխատել։ Այնտեղ կարծեմ տարիքային որոշակի տարբերություն է։ Փոփոխություն է տեղի ունենում բարձր լեռնային ցածրները եւ 75-ից հետո այն բարձրանում է, բայց միևնույն է, երբ որ դու գնում ես թոշակի, բոլորը գիտեն, որ երբ որ իրանք գնում են թոշակի, իրանք ստանում են 1 թիվը։ Մեր համակարգը շատ հակառակն է։ Կան մոտավորապես 25-ից ավելի տեսակի կենսաթոշակներ։ Ցանկանում պարզեցնել Վրաստանի ցանկանում ենք նպատակահարմար է ընդհանուր առմամբ, բայց քանի որ մենք հիմա մոտենում ենք կൂട്ടակային կենսաթոշակի արդեն առաջի ստացողների տարեթվին, հա, մոտավորապես 10 տարուց պետք է հասկանանք արդյոք մինչև այդ մենք կարողանանք հասնել այդ մի օրինականացմանը եւ արժի արդյոք դա անել, որտեղ միևնույնն է կൂട്ടակային է փոխարինելու հիմնական այս ամբողջին։ Պարոն Թորոսյան, այնուամենայնիվ այս հարցը ինչքան էլ փորձում եք պատասխանել, արկախված մնում է եւ մինչև վերջ հասկացված չի մնում։ 2-3 ամիս առաջ կամ մի փոքր ավելի շուտ վարչապետ ազգային ժողովում ասում էր, երբ իրեն հարց էին ուղղում դրա մասին թոշակները բարձրացնելու, նպատակահարմար այնուամենայնիվ չէր համարում։ Այդ ժամանակ էլ պարզ էր, որ Հայաստանում տնտեսական աճը բարձր է, գնում ենք դեպի բարձր տնտեսական աճով, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսն էինք եւ այլ, հա։ Ինչ պատահեց, որ ինչ փոխվեց, որ որոշումը կայացվեց, եւ դրա համար շատերը կապվում են առաջիկա ընտրությունների հետ, ասելով, որ կենսաթոշական առումները ամենամոտիվացված զանգվածն են եւ իրենց կարելի է կազմակերպված ձևով մոտիվացնել իշխանությանը քվեարկել։ Մենք կատարել ենք մեր նախընտրական խոստումը սկսած նախորդ ընտրությունների հաջորդ օրվանից 7 անգամ ըստ էության վերջի 8 տարում կենսաթոշակը բարձրացել, 4 անգամ ուղղակիորեն եւ 3 անգամ հետվճարի ձևով։ Այս վարչապետը չէր հիշում նախընտրական խոստումի մասին, որ ասել նպատակահարմար չէ։ Թույլ տվեք մինչև վերջ պատասխանել։ Եվ մեր բոլոր այդ բարձրացումները նպատակ են ունեցել հասնել մեր վերջնական նախընտրական խոստման կատարմանը։ Ինչ վերաբերում է վերջի 3 ամիսների, հա, վերցնենք զարգացումներին։ Մենք որոշել էինք բարձրացնել հետվճարը եւ բարձրացրել էինք հունվարի 1-ից եւ արդեն ունենք բարձրացած թվով
եւ շատացած թվով քաղաքացիներ, որոնք որ ստանում են դա, բայց նաեւ եղել է հանգամանքի փոփոխություն եւ ես զարմանում եմ անկեղծ ասած, երբ որ ես լսում եմ, որ մինչեւ վերջ պարզ չեղավ, թե դա ինչպես եղավ արտահայտությունը, հա, որովհետեւ նույն այսօրվա կառավարության նիստին վարչապետը հանգամանալից բացատրեց ինչպես դա եղավ, ընդհանուր մինչեւ վարչապետը բացատրում է, թե ում ինչ նամակ է գրել, ում հետ ինչ է քննարկել, այսքան թափանցիկ հնարավոր չի բացատրել, թե դա ինչպես եղավ։ Նույնքան թափանցիկ էլ բացատրվում էր, որ պետք չէ դա անել։ Քիչ է մնում, որ մոտավորապես ասի ում հետ ինչ կոնկրետ բառերով է խոսացել։ Մեր ձեր թիմի հայտարարությունների հետ իրարամերժությունն է մեզ այս հարցը առաջացնում։ Ինչ է նշանակում իրարամերժություն։ Պետք է նայել ամեն ինչ 2-3 շաբաթ, չգիտեմ կամ 4 շաբաթ առաջ ասում է, որ դա նպատակահարմար չէ, հետո ասում է, որ տնտեսական աճ կա։ Շաբաթվա մեջ հանգամանք է փոխվում։ Ես զարմանում եմ, թե ոնց կարելի է 3 օրինակ ազգային ժողովում մի նման բան եղավ, երբ որ մեջբերում էին անում վարչապետի ինչ որ 1 կամ 2 կամ 3 տարվա հնության խոսքից ու ասում էին 3 ամսվանն եմ մեջբերում 3 ամիս առաջվանն եմ տարբերությունը մեծ չի, որովհետև եթե դու բացատրում ես թե ինչ փոխվեց, դու ասես բայց 3 ամիս առաջ չգիտեիք որ դա փոխ չէ, չգիտեիք, փոխվեց տնտեսական աճը པարզ էր որ կա ցուցանիշը տարեկան եւ նաեւ վարչապետը ուղիղ ասում է, հարցրել է մոտավորապես ինչքան մենք պետքա պլանավորեինք մեր հարկային եկամուտները, եթե մենք իմանայինք, որ 7.2% տնտեսական լիճ աճը լինելու, ոչ թե 5.1%, պատասխանը 100 միլիարդ դրամ մոտավորապես։ Եվ հետեւաբար որոշումը կայացվել այդ պոտենցիալ 100 միլիարդ դրամը եւ այսօրվա մեր ունեցած պահուստային միջոցներից, որը կա, եւ նաեւ ապագա մուտքերից ուղղել այս հարցի լուծմանը, որ մեր 600,000-ից ավել կենսաթոշակառուներ եւ նպաստառուներ իրանց վրա զգան է տնտեսական աճի արդյունքը, հա, ինչն է այդտեղ մուտք, ես չեմ հասկանում։ Պարոն Թորոսյան, կառավարության անդամ եք, լավ պատկերացնում եք, որ տնտեսական աճը միանգամյա գործընթաց չէ։ Տվյալ դեպքում, երբ որ հատկապես ընթացիկ ծախս, սոցիալական ծախս ես վերցնում քո վրա որպես պետություն, հա, խոսքը բավական երկարատև կանխատեսելի հեռանկարի մասին է, որ պետք է ունենաս այդ աճը, որպեսզի այդ ծախսը սպասարկես։ Իսկ ծախսը բավականին բարձր է։ Դուք ասել եք, որ մոտավորապես տարեկան 80 միլիարդ դրամի մասին է խոսքը, որ այս տարի միայն։ Իսկ հաջորդ տարի ինչքան կկազմի շատ, որտեղ սկսում ենք ապրիլի 1-ից 105, 110 105, 110։ Դա միայն բարձրացումը, չէ՞, այս 10000 դրամով բարձրացումը։ Դրան եթե գումարում ենք հետ վճարը։ Չէ, դա ես սխալ ասացի, դա երկուսն իրար։ Նույնն էլ այս տարվա 80 միլիարդը երկուսն հետ վճարի հետ միասին է։ Այսինքն մոտավորապես 100 միլիարդ դրամից ավել սոցիալական ծախսի մասին է, որ պետությունը վերցնում է իր վրա։ Գումարները որտեղից են հայթայթվելու սրա համար, հաշվի առնելով, որ դրանից առաջ էլ մտցվել է նաև առողջության համապարփակ բայց համընդհանուր ապահովագրությունը։ Տեսեք, երկուսի մասով էլ շատ հրապարական եւ շատ թափանցիկ ասել ենք, նաեւ հենց երկրորդ որոշումը կապված է նաև առաջի որոշման ընթացքով։ Վարչապետը եւ ուղիղ եթերներով եւ իմ հետ այդ երկկողմ որ հանդիպում արեցին հարկերից եւ պահուստային ֆոնդից։ Թույլ չեք տալիս մինչև ասեմ։ Երբ որ վարչապետը ասում է մենք այս որոշմանը նաև կարողացան գնալ այն պատճառով կամ այն բանի շնորհիվ, որ մեր կողմից պլանավորված ծախսերը առողջության ապահովագրության մասով եղան հենց մեր պլանավորածի շրջանակներում։ Այսինքն մենք ունեինք ռեզերվներ պահուստային ֆոնդի տեսքով եւ նաեւ տարբեր բյուջետային ծրագրերի, որոնք կարող են ինչ-որ չափով նաեւ թերակատարվել։ Եվ մենք տեսանք, որ այս 2 ամիսներին, երբ որ առողջության ապահովագրությունը մտավ ուժի մեջ եւ ըստ էության կարելի ասել ամբողջ թափով աշխատում է, մենք ճիշտ էինք պլանավորել։ Եվ մեր այդ բարձիկները, որոնք որ մենք դրել էինք բյուջեում, որպեսզի եթե հանկարծ դինի դիմերության այնպիսի աճ, որտեղ դիմերության աճ կա, որը մենք չէինք կանխատեսել, մենք կարողանայինք դա սպասարկել, եւ քանի որ դա եղավ մեր կանխատեսելիության շրջանակներում, մենք կարող ենք ավելի համարձակ այլ որոշումներ կայացնել։ Եվ եթե չլիներ մեր կանխատեսության շրջան, այլ լինել օրինակ դրանից 50%-ով ավելի, մենք ավելի զուսպ պետք է լինեինք մեր որոշումների կայացման մեջ։ Այսինքն առողջության ապահովագրություն ներդրումը եւ ներդրման ճիշտ պլանավորումը նպաստել է, որպեսզի նաեւ մենք կարողանանք կայացնել կենսաթոշակների եւ նպաստների բարձրացման որոշումը։ Եվ սրա մասին մենք շատ հրապարակային խոսում ենք ու թաքցնելու ոչինչ չունենք, եւ այդ այսպես կոչված ավելացումը, հա, պետական բյուջեի ծախսերի կանխատեսելի է այն իմաստով, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ
այս տարի կարող ենք թույլ տալ եւ մյուս տարի էլ կարող ենք թույլ տալ եւ հետագայում էլ արդեն 28 թվականից կկարողանանք թույլ տալ նաեւ ինդեքսացիան, որի մասին խոսում ենք։ 28 թվականից։ Այո։ Չստեղծվի տպավորությունը, որ ես դեմ եմ։ Չէ, դեմի հարց չի, բայց ես նկատում եմ ինչ որ ես ուզում եմ հիմնավորվածությունը հասկանալ։ Ինչ որ ես հիմա ասում եմ։ Ես նկատում եմ նաև մեր կենսաթոշակառուները չունեն այդ տպավորությունը։ Ինչ որ ես հիմա ասում եմ, մենք այս մի քանի օր է, մի քանի առիթով ասել ենք, ես որևէ նոր բան այսօր չասացի, ընդհանրապես այդ եմ ուզում ասել։ Շատ լավ, չէ, ես ուզում եմ հասկանամ աղբյուրները, որովհետև տեսեք, մեր տնտեսության կառուցվածքը չի փոխվել։ Մեր տնտեսությունը ինչպես նստած է շինարարության ծառայությունների վրա, մի փոքր էլ արդյունաբերություն շարունակում է դրա վրա մնալ։ Հիմա ասում են նրա մասին, որ այս տարի պլանավորում ենք մոտավորապես մի 40 միլիարդ ավել նախատեսվածից ավել հարկ հավաքել մոտավորապես, հա։ Լավ, 40 միլիարդ, տակը մնաց 60 միլիարդ կամ 60 միլիարդից ավել, որ պետք է սպասարկել հավելյալ այս ծրագիրը, հա։ Տակը մնաց 40 միլիարդ, առնվազն մեր 40 միլիարդ ավել պետք է հավաքվի, 60 մնաց։ Չէ, մնաց 40, որտեղ 80 այո, այս տարի, այո, այս տարի։ Իսկ մյուս տարվա բյուջեն դեռ նոր պլանավորվում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, որը կա մեր պետական բյուջեում եւ պաուստների տեսքով եւ նաեւ ասացի մեր այլ ծրագրերի պոտենցիալ թերակատարումների, չէ, չեն կրճատում ոչ մի ծախս, հակառակը մենք մեր ծախսերը պլանավորում ենք այսուհետ նաև այս ավելացումը հաշվի առնելով։ Այսինքն ծախսերի թերակատարումից էլ գումար է գալու։ Եթե կլինեն, դե լինում են, գիտեք, տարվա ընթացքում միշտ վերաբաշխումներ են կանում, իհարկե, նաև կուղղվեն առաջացող նոր կարիքին։ Տեսեք, սովորաբար ծախսերի թերակատարումները Հայաստանում քրոնիկ եղել են կապիտալ ծախսերի ոլորտում։ Եթե կապիտալի մասին չի, որովհետև եթե կապիտալից ենք բերելու այստեղ, դա տնտեսական աճն ենք խոսքը կապիտալի մասին չի, հակառակը մենք կապիտալ ծախսերը փորձում ենք հնարավորինս մեծ կարգապահությամբ իրականացնել։ Պարոն Թորոսյան, երեք երբ ազգային ժողովում դուք խոսում եք կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ, ձեզ հարց ուղղեցին նվազագույն աշխատավարձի վերաբերյալ։ Դուք ասացիք, որ այդքան էլ կարևոր չի մենք նվազագույն աշխատավարձը կբարձրացնենք թե ոչ, կարևորը որ բնակչության իրական եկամուտները ավելանում են Հայաստանում։ Բայց դուք կառավարության ծրագրով ստանձնել եք այդ պարտավորությունը, որ նվազագույն աշխատավարձը 21-26 թվականի ծրագրով նվազագույն աշխատավարձը սահմանել, սա ձեր տողն է, այդ մասի տողն է, սոցիալական բլոկի նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ։ Ինչու եք դուք ասում, որ այս տողը, որը սահմանվեց կառավարության ծրագրով, կարևոր չէ։ Ես չեմ ասում տողը կարևոր չէ, ես ասում եմ իրական կյանքում ինչն է ավելի կարևոր։ Իրական կյանքում ավելի կարևոր է մեր քաղաքացու իրական եկամուտների աճը, որը տեղի է ունենում անկախ նրանից այդ տողում գրվածը տեղի ունեցել է, թե տեղի չի ունեցել։ Ավելին ասեմ, ես այդ հարցին ի պատասխան թե 3, թե այլ առիթներով ասել եմ, այդ տողի բարձրացումը բերելու է միայն պետական, հիմնականում պետական սեկտորում աշխատողների աշխատավարձերի բարձրացման, որոնց աշխատավարձերը հաշվարկվում են նվազագույն աշխատավարձի վրա գործակից ավելացնելով։ Ուրիշ բան, ուրիշ մեծ բան իրական կյանքում չի փոխվելու։ Եվ այս պահին դա նպատակահարմար չի իրականացվում։ Նվազագույնով վերցնում են աշխատանքի։ Որովհետև նվազագույնով մարդկանց նվազագույնով սովորաբար վերցնում են, կներեք, բայց սա էլ պետք է ասեմ։ Երբ որ ուզում են թաքցնել իրական աշխատավարձերը, ծրարով տալ։ Ծրարով կամ այլ ձևով տալ, հա, կանխիկով տալ, եւ այդտեղ այդ իմաստով որևէ բան շատ բան չի փոխվելու մարդկանց կյանքում։ Մենք հակառակը խրախուսում ենք նաեւ մարդկանց կողմից այդ պահանջատիրությունը, եթե այդպես կարելի ասել, որ իրենց աշխատավարձերը ճիշտ գրվեն, ուղիղ այնքան որքան ստանում են, նաև որովհետև դրանով կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից տարբեր եւ սոցիալական կրեդիտների միջոցով եւ բնակարան ձեռբերելու միջոցով, ինչպես նաև եթե 200,000-ը անցնում են առողջության ապահովագրությունից կարող են հիմա օգտվել, մյուս տարվանից ընդհանրապես բոլորը կկարողանան օգտվել եւ այդ տողը, որը որ մեր կառավարության ծրագրում ֆիքսվել է, ունի իմ ասած ձևով սիմվոլիկ նշանակություն ըստ էության եւ չեմ ասում որ կարևոր չի, կյանքում այդքան դեր չունի, ինչու է ֆիքսվել։ Ֆիքսվել է, որպեսզի մենք հասնենք եկամուտների իրական բարձրացման աշխատակիցների, որին մենք հասել ենք, հասկանում եք, եւ շարունակաբար հասնում ենք, եւ ես անկեղծ ասած այդտեղ ավելի շատ գիտեք ինչ մոտիվ եւ միտում եմ տեսնում, երբ որ մեզ դրանով քննադատում են, որ չեք կատարել կառավարության ծրագիրը։ Որ բան չեք կատարել։ Կարևոր չի, որ մենք այդ դրա տակ ենթադրած կամ նկատի ունեցածը կատարել ենք ու շարունակում ենք կատարել, բայց կարևորը որ թղթի վրա գրված արդյունք է դրա համար դες եմ ասում, որ կառավարության ծրագիրը թղթի վրա գրված չափելի արդյունքը այդ բանը
կատարվածը չէ կարը, բայց կարևոր չի, որ մեր վարած տնտեսական եւ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը բերել է օրինակ միջին աշխատավարձի X% բարձրացման, մեդիան աշխատավարձի X% բարձրացման ու ավելին ասեմ, ես երեք թվերել հրապարակեցի, որ հիմա ուզենամ հիմա էլ կհրապարակեմ։ Մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների թվի կրճատում է մեր մոտ տեղի ունենում, որտեղ այդ քաղաքացիները սկսում են ավելի շատ եկամ ու ամեն ամիս բարձրանում են ավելի բարձր սեգմենտ։ Այո, միգրացիա դա աշխատատեղերի դեպի ավելի բարձր սեգմենտներ, դեպի ու նոր ստեղծվող աշխատատեղերի մեծ մասը ավելի բարձր սեգմենտներում է։ Եվ դա շատ ճիշտ միտում է, որը մենք ուզում ենք տեսնել քաղաքացիների իրական կյանքում։ Գիտեք ինչու ենք այս տվյալը բերում, որովհետև այս տվյալն է գրված եւ սրանով պետք է չափենք ձեր աշխատանքի այս մասով։ Չէ, մենակ դրանով չպետք է չափեք։ Պետք է չափեք մարդկանց կյանքում եւ մարդիկ չափում են իրենց կյանքում իրական փոփոխություն։ Դա կարևոր է։ Դա մեր համար ուղենիշ է։ Ու մենակ դա չի գրված։ Կառավարության ծրագրում շատ բաներ են գրված, որոնք մեր համար ուղենիշ են այդ ուղղությամբ գործողություններ իրականացնելու եւ կառավարության ծրագիրը դու ձգտում ես հնարավորինս իրագործել, հնարավորինս, երբ որ իրագործում ես կամ երբ որ ամփոփում ես, հա, կառավարության կատարողական գնում ես քո ընտրողներին, ասում ես հարգելի գործընկեր, հարգելի ընտրողներ, ես կարողացել եմ կառավարության ծրագիրը այսքան տոկոսով իրականացնել եւ եթե հարցեր ա ծագում ինչի ես մի կետը չես իրականացրել դու բացատրում ես ընտրողներին թե ինչու հենց կոնկրետ 75-ը 85 չես դարձրել որտեվ արել ես այն ինչ որ իրական կյանքում պետք է բայց ասեք ինչ խնդիրներ է հարուցելու պրակտիկորեն եթե հանկարծ այդ փոփոխությունը տեղի ունենա 75-ից 85 ծախսը առաջացնելու ավելորդ որի համար ավելի շատ կքննադատվեն քան դա չանելու ավելի շատ կքննադատենք, ասենք էլի նորից ձեր աշխատավարձերն եք բարձրացնում, ոչ թե մեր աշխատավարձերը, որտեղ ինդեքսացիայով արդեն գործակիցներով բարձրանում են աշխատավարձները։ Իհարկե, նաև հասկանալի է։ Ձեր ուրեմն կառավարության տված կարևորագույն խոստումներից է 2021 թվականին վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ինչու եմ ես սրանց մասին նաև խոսում կարևոր է։ Ինչու, որովհետև դիմաց ընտրություններ են, կառավարության ծրագրի ժամկետն էլ ավարտվում է, հա։ Դրա համար արժի իմանալ թե ինչ է արվել, ինչ է արվել։ Չէ, ես բացատրում եմ զուտ մեր լսարանին։ Թե չէ ձեզ հաշվետու պահել մեր գործն է։ Շատ լավ։ Վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Ծայրահեղ աղքատությունը դուք եք դրա մասին նաև խոսել 0.6%-ի շրջանակներում է շարունակում մնալ։ 2025-ի ցուցանիշները դեռ ամբողջական մենք չունենք, 24-ի տվյալներով այդպես է։ Նախ ինչ եք ակնկալում 25-ի տվյալներով եւ արդյոք իսկապես կունենաք 25-ի տվյալներով դրա վերացումը։ Տեսեք, ինչպես դուք էլ նշեցիք, ամեն տարվա մոտավորապես սեպտեմբերին հրապարակվում են նախորդ տարվա աղքատության ցուցանիշները եւ մենք ունենք 0.6% ցուցանիշ 24 թվականի համար եւ մեր խոսակցության սկզբին, եթե վերադառնանք, երբ որ դուք ասում եք, որ տնտեսական աճ, նաեւ տնտեսական աճը ակնհայտ էր, իմ համար ակնհայտ է, որ 25 թվականի աղքատության ցուցանիշները ավելի լավն են լինելու, այսինքն տոկոսները ավելի ցածր են լինելու եւ 0.6-ը, որը մոտ է վերացմանը, էլի ավելի է մոտենալու վերացմանը, եթե չի դառնալու 0, որտեղ հիմա չեմ կարող կանխագուշակել կամ գուշակել ինչպիսին կլինի։ Բայց կարող եմ նաև վստահորեն ասել, որ դա հենց այդպես է լինելու, նաև հաշվի առնելով նախորդ տարիների միտումներ, այսինքն մենք դա ունեցել ենք կայուն իջեցում եւ աղքատության, միջին գծի նկատմամբ աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշների իջեցում։ Հիմա ինչու դեռ այս պահին, հա, այն 0 չէ կամ միջին աղքատությունը ինչու չի հասել մեր խոստացած թվին, հա։ Մենք այդ հարցին պատասխանելիս պետքա հիշենք ինչա տեղի ունեցել 21 թվականից 26 թվականներին Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ։ Եվ հիշենք թե ինչպիսի ծախսեր է կառավարությունը իրականացրել եւ իրականացնում, որոնք որևէ կերպ կանխատեսված չէին եւ պլանավորված չէին։ Պաշտպանական ծախսերի նկատի ունենք։ Մենք պետքա հիշենք պաշտպանական ծախսերի մասին։ Մենք պետքա հիշենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար կատարվող ծախսերի մասին եւ կանխիկ դրամի տեսքով եւ բնակարանաշինության տեսքով, որը հիմա տեղի է ունենում։ Դրանք հարյուրավոր միլիարդների հասնող ծախսեր են, եթե պաշտպանականներ հաշվենք, ակնհայտորեն տրիլիոնն էլ անցած ծախսերի մասին են, որոնք որ պետքա ներդրվեին օրինակ նույն աղքատության դեմ պայքարի մասով եւ եթե նույնիսկ պետք է լինել կանխիկ օգնություն տալ հա մեր ծայրահեղ աղքատ քաղաքացիներին տրվել իրենց, բայց մենք ունեցել ենք ճգնաժամեր, որոնք բարեբախտաբար այլևս չկան եւ հույս ունենանք չեն լինելու, որոնք մենք կառավարել ենք կներեք, բայց անհամեստություն թող չհնչի պատվով, հա
դրա մասն է խոսում բազմաթիվ, այդ թվում միջազգային մեր գործընկերներ զարմանքով, թե ինչպես կարելի է 100,000-ից ավելի քաղաքացիների ընդունել, որը չառաջացներ այնպիսի ճգնաժամ հենց այդ քաղաքացիների մոտ եւ նաեւ երկրում, որը դուք տենց չեք կարողանալու կառավարել, բայց մենք կարողացել ենք կառավարել եւ տանիքով ապահովելու, եւ սնունդով ապահովելու, եւ մշտական աջակցությամբ մենք հենց հիմա միլիարդավոր դրամներ ենք ծախսում դրա վրա ամեն ամիս, իսկ բնակարանշինական ծրագիրը ընդհանրապես երբևէ ամենամեծ բնակարանշինական ծրագիրն է, եթե մի ծրագրի մեջ իրան դիտարկենք, մի ամբողջության մեջ գնահատվում է նաեւ պարտքային միջոցների մասն էր, որ պետք է բոլոր տեսակի միջոցների, պետական բյուջեի միջոցներ ամբողջությամբ հաստատվել է, արդեն վերցրել եք այդ գումարը։ Վարկային միջոցները տարբեր համաձայնագրեր մի մասը հաստատվել է, մի մասը հաստատման ընթացքում է, բայց դա պետական բյուջեի եկամուտների մաս է կազմում դեֆիցիտը, որը մենք էլի իդեպ ամեն տարի 1%-ով իջացնում ենք, նաև մեր ֆիսկալ քաղաքականությունը ավելի կարգապահ դարձնելով։ Եվ այս տեսանկյունից հաշվի առնելով մենք շատ լավ ցուցանիշների ենք հասել։ Այս կրիզիսները մեր անցած տարիներում ունենալով, հա, այսինքն 23 թվականին մինչև այդ հարձակումները մեր սուվերեն տարածքի վրա, դրանից հետո մեր կատարած ամրաշինական աշխատանքները, սպառազինությունների ձեռքբերումները, որը շատ կարևոր էր իրականացնել եւ դեռ կարևոր է եւ կարևոր է լինելու իրականացնել, մեր ստացած ցուցանիշները աղքատության դեմ պայքարը ես գնահատում եմ շատ դրական եւ նաեւ կարևոր է միտումը, որովհետեւ ուր են գնում։ Եվ այդ նույն օրինակ միջին աշխատավարձի մասին, որ խոսեցինք, աշխատատեղերի թվի այդ ամբողջը աղքատության դեմ պայքարի մեր վարվող քաղաքականության մասն է ու նաև ուրիշ բազմաթիվ հարակից ոչ ուղղակի ցուցանիշներ կան, որ մենք ճիշտ ճանապարհ նույն օրինակ մեր անապահովության համակարգում գրանցված ընտանիքների թիվը վերջի 8 տարում կիսով չափ նվազել է, կիսով չափ։ Եղել է 100,000 ընտանիք, եւ եթե օրինակ դա բազմապատկենք միջին, հա, ընտանիքի թվով 3-4-ով, 400,000 հոգի, եւ հիմա վերջի տվյալները 48,000 է, բայց որը աստիճանաբար ամեն ամիս իջնում են այդ ցուցանիշները, դա խոսում է նրա մասին, որ մենք ունենք ավելի քիչ, հա, իրենք շեմն են հաղթարը դուրս եկել, թե մեթոդաբանությունը փոխվել է իրենք դուրս ոչ մի մեթոդաբանություն չի փոխվել։ Ամբողջությամբ նույն մեթոդաբանությունն է, միայն երկու մարզում մենք ունենք պիլոտային Սյունիքում եւ Կոտայքում, որ հիմա նոր ծրագիր ենք ներդնում, բայց ես դրանք չհաշված եմ, էլի ասում։ Նույնը բանը, գործազուրկների թիվը եւ ԱՎԾ-ի տված գործազրկության թիվն է իջնում եւ տոկոսով եւ բացարձակ թվերով։ Եվ նաեւ մեր միասնական սոցիալական ծառայությունում գրանցված գործազուրկների թիվն է իջնում, էլի մոտավորապես կրկնակի իջել է այդ թվերը։ Այսինքն դա խոսում է նրա մասին, որ մենք ունենք լավացող սոցիալ-տնտեսական վիճակ, իհարկե ոչ այնքան լավ, որ ասենք վերջ այլևս ոչինչ չկա անելու եւ ընդհանրապես այդպես երկիրը չկա։ Անելիք միշտ կա։ Նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրները ուզում են ավելի լավ սոցիալ-տնտեսական եւ բարեկեցիկ վիճակ չեմ կարող չտալ, քանի որ դուք խոսեցիք Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների մասին, տուն-տեղ կորցրած։ Դուք այն գործիչներից եք մինչև նաեւ նախարար նշանակել, որի գրառումները մեծ քննարկումը եւ երբեմն զայրույթն էին առաջացնում այս թեմայով, հատկապես երբ որ մեր արցախցի հայրենակիցները Երևանում ցույցեր էին անում իրենց սոցիալ-տնտեսական նաեւ խնդիրներով պայմանավորված։ Պարոն չէր կարելի ավելի նրբանակատ լինել մարդկանց այդ վիճակում այնպիսի գրառումներ չանել, որ իրենց մոտ ինչ-որ հակասական տրամադրություններ չառաջանային։ Ես հիմա կոնկրետ չեմ հիշում ձեր գրառումը, բայց հիշում եմ այդ մի գրառում հատկապես, նկատի ունեմ բառացի չեմ հիշել գրառումը, հատկապես այդ ցույցի օրերին էր, բավական մեծ ցույց էր, կարծեմ սոցիալական թեմայով էր պայմանավորված, բայց նաև ձեր պարբերաբար wording-ը, ինչպես քաղաքական ձեր գնահատականները տարբեր, բավական սուր են, նաև այդ մասով էին սուր։ Սուր չեն, ուղիղ են երևի կարելի ասել, կամ ճշմարիտ, որովհետև միշտ կարելի է խաբել եւ փափուկ բարձ դնել շատ տարբեր հարցերում, ոչ միայն այս հարցում, ես հա ունեմ սովորություն հնարավորինս ուղիղ ասելու ճշմարտությունը, որը երբեմն դառն է, հա, կամ հաճախ դառն է ճշմարտությունը, ճշմարտությունն է, թե ձեր սուբյեկտիվ կարծիքը։ Իմ պատկերացրած ճշմարտությունն է, որտեղ ցանկացած մարդու բերանից դուրս եկող խոսքը դա իր սուբյեկտիվ, հա, կարծիքն է։ Հիմա եթե օրինակ ասեմ սա հեռախոս է, դա իմ սուբյեկտիվ կարծիքը չի, էլի։ Կարելի ասել, որ սուբյեկտիվ է, որտեղ կարող է մեկ ուրիշը ստեղ տեսնի մի արվեստի գործ, մոտիվների մասին ենք խոսում, դա սուբյեկտիվ է արդեն։ Կարող է այդտեղ օրինակ տեսնել արվեստի գործ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս թեմային, ես ինչ եմ ասել, ես էլ բառացի չեմ հիշում, բայց ես մի բան պետքա որ ասած լինեմ, որ մեր հայրենակիցների զգացմունքները փոքրաթիվ այդ նույն հայրենակիցներ եւ այդ դրա վրա իրենց ձեռքերը տաքացնող քաղաքական ուժեր օգտագործում են
ասել եմ պետք չի տրվել այդ սադրանքներին եւ այդ մանիպուլյացիաներին, հա։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չուզենար իր քույրերին եւ մենք չուզենանք մեր քույրերին ու եղբայրներին վերաբերվել այնպես ինչպես վերաբերում ենք ինքներս մեզ, մենք այս ամեն ինչ չէինք անի։ Նույն էս բնակարանաշինության բնակապահովման ծրագիրը, ամսական աջակցությունները 30,000-ները եւ 40 + 10,000-ները, երկարատև վարձակալության ծրագիրը, որը հուլիսի 1-ից սկսելու ենք այն փոքրաթիվ ընտանիքների համար, որոնք դժվարություն են ունենալու սերտիֆիկատով տուն գնել, ինքնազբաղվածության ծրագիրը Ղարաբաղի մեր հայրենակիցների համար փոքրիկ բիզնեսներ հիմնելու, որը մեկնարկում է հիմա արդեն բիզնես կոնսուլտանտ ընկերություններին են հրավիրում, սովորական զբաղվածության ծրագիրը, ասած եղել է ընդհանրապես այդ, որ մի տրվեք այդ աշխատուժը վերապատրաստվելու է։ Զբաղվածության ծրագիրը ինքնազբաղվածության ունի 3 կոմպոնենտ՝ վերապատրաստում, բիզնես ուղեկցում եւ կապիտալ ներդրում, իսկ այն մյուսները արդեն կային՝ էլի վերապատրաստում, պրակտիկա եւ աշխատավարձի փոխհատուցում։ Իմ ասած ընդհանրապես այդ է եղել, որ պետք չի տրվել թե իրենց մեջ եղած սադրիչներին եւ թե դրսից իրենց օգտագործողներին։ Ինչ կա դրա մեջ բան անելու, էլի, այսինքն այլ կերպ ընկալելու, եթե նույնիսկ դա դառը ճշմարտություն է։ Ընդհանրապես այդ եմ ասել ու միշտ ասել եմ։ Ուղղակի ճշմարտությունները տարբեր են, ձեզ համար մի ճշմարտություն, իրենց համար մեկ այլ ճշմարտություն է շատ հաճախ։ Ինձ եւ իմ համար եւ նրանց համար այդ բանը շատ դժվար է տարանջատել։ Ես ասել եմ կա իրավիճակին արձագանքելու մեր պլանը, ասել եմ, որ մեր պլանը այնպիսին է, որ մենք ուզում ենք, որ դուք ինտեգրվեք Հայաստանի Հանրապետությունում, դառնաք լիիրավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ բոլոր ատրիբուտներով՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական կյանք, հասարակական կյանք, մշակութային կյանք, եւ դրա համար անում ենք համապատասխան քայլեր ու ծախսում ենք հարյուրավոր միլիարդ դրամներ։ Այն ինչ որ ձեզ կողքից ասում են, ձեզ խաբում են, հարգելի մեր սիրելի քույրեր եւ եղբայրներ, ասած ընդհանրապես այդ է եղել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլիանտի տաղավարում ես զրուցեցի Արսեն Թորոսյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։